Ողջույն սիրելիներս, շատ հաճախ այն մարդիկ, ովքեր մեր շուրջն ապրում են, մեզ համար ապրում են, մենք չենք գնահատում այդ մարդկանց։ Երբեմն նույնիսկ արհամարանքով, չարությամբ, կոպտությամբ այդ մարդկանց վանում ենք մեր կյանքից։ Եվ որպեսզի քրիստոնյան տարբերվի յուրաքանչյուր մարդուց, ով Քրիստոսին չի ճանաչում, ինքը պարտավորություն եւ պարտականություն ունի գնահատելու այն ամենը, ինչով որ ինքը շրջված է, այն մարդկանցով, որոնց Աստված դրել է իր կյանքի մեջ, որպեսզի յուրաքանչյուր մարդ այդ մարդու միջոցով զգանա Աստծո սերը։ Շատ հաճախ մենք Աստծո սերը զգում ենք այդ մարդկանց միջոցով, այդ մարդկանց հոգատարությամբ, այդ մարդկանց օգտակարությամբ, այդ մարդկանց պարզապես իրենց լուռ ներկայությամբ մենք զգում ենք Աստծո ներկայությունը։ Տեսնենք ինչպես է այս ամենի մասին խոսում Պողոս Արաքյանն իր Թեսաղոնիկեցին ուղղված առաջին նամակի 5-րդ գլխում։ Եղբայրներ, ուզում ենք, որ գնահատեք եւ հարգեք նրանց, որոնք ձեզ համար են աշխատում եւ Տիրոջ կողմից ձեզ վրա առաջնորդ նշանակված լինելով խրատում են ձեզ։ Արժանի ամեն հարգանք մատուցեք նրանց եւ սիրեցեք նրանց իրենց կատարած գործի համար։ Խաղաղությամբ ապրեցեք միմյանց հետ։ Խնդրում ենք եղբայրներ, խրատեցեք անկարգությամբ ապրողներին, հուսադրեցեք վհատվածներին, պաշտպան եղեք տկարներին, համբերատար եղեք բոլորի հանդեպ, ուշադիր եղեք, որ որևէ մեկը չարիք անողին չարիքով չհատուցի, այլ ջանացեք միշտ բարի անել, միմյանց լինի, թե բոլորին։ Միշտ ուրախ եղեք, անդադար աղոթեցեք, ամեն բանի համար շնորհակալ եղեք, որովհետև Աստված այդ է սպասում ձեզանից, որ միացած եք Հիսուս Քրիստոսին։ Սուրբ Հոգու կրակը մի հանգցրեք ձեր մեջ, մի արհամարեք մարգարեական պատգամները, քննեք ամեն բան, բարուն կառչեք, հեռու մնացեք ամեն տեսակ չարիքից։ Ահա սիրելիներ, քրիստոնյայի նկարագիրը մի քանի տողով նկարագրված Պողոս Արաքյալի նամակի մեջ, որովհետև յուրաքանչյուր մարդ, ով ուզում է օրհնություն ստանալ, նա պետք է կարողանա շնորհակալ սիրտ ունենա, գոհունակ հոգի ունենա եւ ամենակարևորը կառչի բարուց եւ Սուրբ Հոգու կրակը չհանգցնի իր մեջ։ Եվ որպեսզի այս ամենը կարողանա իրականություն դառնալ մարդու կյանքի մեջ, մարդը պետք է նաեւ սովորի աղոթել, որպեսզի աղոթի, մարդը նախ պետք է գտնի իր հոգու խաղաղությունը իր դիմացինի հետ սիրո հարաբերության մեջ ապրել։ Երբեք սերը առևտրի առարկա չդարձնել, ես քեզ համար, դու ինձ համար, եթե դու չանես, ես էլ չեմ անել, դու այսպես վարվեցիր, ես էլ այսպես կվարվեմ։ Սա քրիստոնյայի կերպարը չէ, դրա համար ասում է ջանացեք այնպես անել, որ չարություն անողը չարության պատասխան չստանա, վհատվածին հուսադրեցեք, անկարգներին խրատեցեք, որպեսզի մեր միջից վերանային բոլոր մեղքերը, որը փոքր հատիկներով ավազի պես, այսպես ավազը երբ որ վերցնում ես, սեղմում ես քո բռի մեջ, սա ուժ է դառնում, մեղքն էլ այսպես միլիոնավոր ավազի հատիկների քանակ է, հավաքում է, դառնում է ծանր կշիռ, մարդուն տանում է դեպի խորտակում։ Եվ որպեսզի մենք այդ խորտակված մարդու կերպարի մեջ չապրենք ու դժոխքի բաժին չդառնանք, այս ավազի հատիկների պես այսպես թափեք, քամուն տվեք այդ մեղքերը, թողեք, որ Սուրբ Հոգու կրակը վառի, մաքրի ձեր միջից ամեն տեսակ չարությունը, ատելությունը, որպեսզի մենք կարողանանք խաղաղությամբ ապրել եւ քննենք այն ամենը, ինչ որ վնասակար է մեր հոգու փրկության համար եւ արժանանանք Հիսուս Քրիստոսի ներկայությանը, որ Քրիստոս գա ու բնակվի մեր մեջ, ասելով, որ ես ուզում եմ այս մարդկանց մեջ բնակվել, այս մարդիկ իրականում քրիստոնյաներ են, պահում են իմ պատվիրանը, որ ամենակարևորն է, սիրենք իրար, խաղաղության ու սիրո մեջ ապրելով միմյանց հետ։